Դուք դիտում եք Civilnet-ը եւ այսօրվա գլխավոր նորությունները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք հնարավոր է խորհրդարանի նախկին խոսնակի հրաժարականի համատեքստում տեղի ունենա նաեւ կառավարության ղեկավարի հրաժարականը։ Բացառելով իր մասնակցությունը նախընտրական կազմակերպչական հարցերում, վարչապետն ասել է, որ ՀՀԿ շտաբի աշխատանքների վերաբերյալ անդրադարձ կկատարվի, երբ գործադիր մարմինն ու կուսակցության խորհուրդը որոշում կայացնեն։ ԵԱՀԿ գործող նախագահին հուսադրում է Ղարաբաղի մասով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակության կողմից ընդունված հայտարարությունը։ Աուդրոնիուս Աժուբալիսը հույս է հայտնել, որ այդ հայտարարությունը կխթանի Ղարաբաղյան կարգավորումը։ Նշված փաստաթղթում կողմերն իրենց հավատարմություն են հայտնել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացին եւ նշել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության նոր մեխանիզմների ձևավորման անհրաժեշտությունը։ Երեք հայազգային կոնգրեսի քաղաքորդի նիստում քննարկվել է աղետի գոտում ստեղծված իրավիճակը։ Հակառակ իշխանությունների դեռ 13 տարի առաջ տված խոստումների 6300 ընտանիք շարունակում է անօթևան մնալ, մինչդեռ տեղական իշխանությունները թաղված կոռուպցիայի եւ ապօրինությունների մեջ բոլորի աչքի առաջ վարում են շվայտ կյանք։ Քաղաքորդը հանձնարարել է կոնգրեսի տնտեսական հանձնաժողովին սեղմ ժամկետում աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիր մշակել։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ որոշ միջազգային դիտորդներ ոչ օբյեկտիվ եւ քաղաքական վիճահարույց գնահատականներ են տվել երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններին։ ԱԳՆ տվյալներով ընտրությունների լեգիտիմությունը ընդունել են բոլոր միջազգային դիտորդական առաքելությունները։ Օրվա մնացած կարևոր իրադարձություններին ծանոթացեք civilnet.tv կայքում։